Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ, այսօր մեր հերթական հաղորդման օրն է, հիշում եք չէ, անցած շաբաթ թերի էր մնացել կանխատեսումները 2026 թվականի համար, դե սիրելիներս գնանք առաջ, ներկայացնեմ կանխատեսումներ մնացած 6 կենդանակերպերի համար։ Կշեռքի համար շատ կարևոր է լինելու 2026 թվականը, ինչու, որովհետև կշեռքները կարող են իրենց կյանքը ի վերջո անձնական կյանքը դասավորել, սիրահարվել, ունենալ երեխաներ։ Այդ երեխաները կարող են ունենալ նորարարական մեթոդների կիրառման արդյունքում, որովհետև ձեր 5-րդ տունը ընկնում է ջրհոսի կենդանակերպում։ Օրգանների տրանսպլանտացիա հնարավոր է այդ խնդիրները լուծվեն նորարարական այդ տեխնոլոգիաների միջամտությամբ եւ դուք ի վերջո զգաք մայրության բերկրանքը։ Կարող է անսպասելի ձեր կյանք գան գործընկերներ, զուգընկերներ, որոնք կապ ունեն արվեստի հետ, որովհետև Նեպտունն է այնտեղ, Սատուրնն է լինելու մոտակա 3 տարի մինչև 2028 թվականը։ Ինչ է լինելու, գալու են ձեր կյանք ավելի խիստ, բայց հոգեպես կայուն եւ զարգացված անձիկ։ Ուշադիր եղեք խաբեություններից, սիրելի կշեռներ, բայց քանի որ ասպեկտը դրական է, այդ ամենի միջից կարող եք դուրս գալ։ Ինչի արդյունքում, ձեր կայուն մտածողության արդյունքում, եթե դուք բացեք ապագայի առաջ, եթե բացեք նորագույն տեխնոլոգիաների առաջ, ինչու եմ անպայման այս բառերը ասում պարբերաբար, որտեղ այդ մեծ հնարավորությունները, որոնք դուք կստանաք 2026 թվականի հունվար եւ փետրվար ամիսներից, մի դեպքում ես եթե տեսնում եմ հունվար ամսին 26 թվականի Նեպտունը կմտնի Խոյի կենդանակերպ մինչև 2038 թվական, Սատուրնը Խոյում կլինի մինչև 2028 թվականի ապրիլի 13, իսկ նա արդեն մուտք գործած կլինի Խոյի կենդանակերպ փետրվարի 14-ից։ Դե այդ նորագույն տեխնոլոգիաները, նորարարական մեթոդները, բնութագրող մոլորակը Ուրանը այն վերջնականապես 2026 թվականի ապրիլի 26-ից մուտք կգործի երկվորյակ եւ մինչև 2032 թվականը օգոստոսի 3-ը կգտնվի այնտեղ։ Սիրելիներս, նորանոր փոփոխությունների, բեկումնային փոփոխությունների ժամանակահատված է։ Ձեր անձնական կյանքը կարող եք փոփոխել։ Ի հաշիվ ինչի, ի հաշիվ ձեր համարձակ գործողությունների, որտեղ ձեր 7-րդ տունը ընկնում է Խոյում, ի